Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ in-vitro լաբորատորիաների ցանցի բժշկական մենեջեր Սևակ Միրաբյանին։ Կրկին ուրախ ենք ձեզ տեսնել, բարի գալուստ։ Բարև ձեզ Տաթև ջան, ես եւս շատ ուրախ եմ գտնվելու այս տաղավարում։ Վստահ եմ, որ էլի հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ ցանկացած պարագայում, երբ մենք խոսում ենք մեր առողջության պահպանման մասին, սա արդեն կարևոր է, սա արդեն հետաքրքիր է, եւ ես գոնե լաբորատոր քննությունները համարում եմ կանխարգելիչ այսպես միջոցառումների ցանկի մեջ, քանի որ շատ կարևոր է դու իմանաս, թե ինչ վիճակում ես դու, շատ կարևոր է իմանաս, թե ինչ է կատարվում քո օրգանիզմում, եւ այստեղ բնականաբար ամենալավ տարբերակը ախտորոշման ճիշտ ու գրագետ մեթոդներին դիմելն ու սրանցից օգտվելն է։ Եվ in-vitro-ն լինելով ոչ միայն մեր երկրում, այլ առհասարակ ախտորոշման համակարգում, իր ուրույն տեղը ունեցող լաբորատորիաների ցանց, իր նորություններով, իր բացառիկությամբ նաև շուկան գրաված ցանց, հետևաբար վստահ եմ, որ այսօր ունեք մեզ համար կարևոր նորություններ, որոնք պիտի հետաքրքրական լինեն ոչ միայն ինձ համար, այլ նաև մեր ռադիոլսողների համար։ Շատ ճիշտ նշեցիք, լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև գործիքային հետազոտությունները հանդիսանում են բժշկի կարևորագույն ցուցանիշներից, կարելի ասել աչքերը եւ այն ուղղորդող հիմնական ցուցիչներն են, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշելու եւ բուժման ընթացքում նաեւ վերահսկելու հիվանդության ընթացքը եւ ելքը։ Ինչպես գիտենք, in-vitro-ն արդեն Հայաստանում ունի 7 լաբորատորիաներ եւ որոնցից 3-ը ներկայացված են մարզերում եւ մեր լաբորատորիաները հնարավորություն են տալիս Հայաստանում հանձնել շատ եզակի անալիզներ, որոնք Հայաստանում միակն են եւ այլ լաբորատորիաներ, լաբորատորի կոմպլեքսներ չեն իրականացնում նմանատիպ հետազոտություններ եւ յուրաքանչյուր շաբաթ in-vitro-ն ունենում է նորություններ ու թարմացումներ, գրեթե մեր թարմացումները արդեն դարձել են ավանդույթ եւ ամեն շաբաթ ունենում ենք մեր ցանկի անալիզների ավելացում, որը նաև հասանելի է դառնում ոչ միայն ռուսաստանյան in-vitro-ի համար, այլ նաև Հայաստանի մեր լաբորատորիաների համար։ Այս շաբաթ եւս ունեցել ենք նոր հետազոտություններ։ Հետազոտությունները վերջի շրջանում հիմնականում ալերգիկ հետազոտություններ են, տարբեր ալերգենի նկատմամբ հակամարմիններ, որոնք Հայաստանում բացառիկ հետազոտություններ իրականացվում են իմունոկապ մեխանիզմով, տարբերակով եւ հետազոտությունները շատ պահանջված էին Հայաստանի համար։ Դարի խնդիրն է, Դարի խնդիրն է, ինչպես նաև ունեցանք վերջի շաբաթում տարբեր գենետիկ հետազոտություններ, որոնք նորություններ գենետիկ հետազոտություններից, որոնք եւս Հայաստանի համար ունիկալ են եւ եզակի հետազոտություններ են։ Ընդ որում այս հետազոտությունները հիմնականում ավելացրվել են այն նաև մեր խնդրանքով, որովհետեւ մենք վերջի շրջանում ունեինք նմանատիպ հետազոտությունների պահանջարկ մեր շուկայում եւ նկատելով այդ ամեն ինչը դիմեցինք մեր ռուսաստանյան գործընկերներին, որոնք շատ արագ արձագանքում են եւ նմանատիպ հետազոտություններ են ավելացնում, որը իհարկե հնարավորություն է տալիս, որ պացիենտները հաճախակի օգտվեն եւ հենց Հայաստանում մնան, այլ երկրներ չտեղափոխվեն նմանատիպ հետազոտություններ իրականացնելու համար։ Վերջի շրջանում մենք փաթեթներ ենք ավելացրել, փաթեթները եւ այդ փաթեթները եւս թարմացվել են։ Փաթեթները ինչ են հնարավորություն տալիս, շատ հետաքրքիր հետազոտություններ են։ Հետազոտությունները նախատեսված են որոշակի խմբերի համար եւ որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Օրինակ, կարելի է նշել փաթեթ վեգանների համար։ Նախատեսված է այն մարդկանց, ովքեր վեգաններ են, չեն օգտագործում մսամթեր կամ կենդանական ծագման նյութեր եւ նման պարագայում մենք առաջարկում ենք այս հետազոտությունը։ Փաթեթներ նախատեսված ծնող դառնալ պատրաստվողներին, օրինակ ցանկանում եմ դառնալ հայրիկ կամ ցանկանում եմ դառնալ մայրիկ, փաթեթ վահանաձև գեղձի հետազոտությունների։ Նմանատիպ փաթեթները մեր մոտ արդեն 100-ը եւ ավելին են։ Սա ինչ հնարավորություն է տալիս պացիենտին, պացիենտը ներկայացնելով իր վիճակը կամ նշելով իր խնդիրը, մենք առաջարկում ենք միանգամից փաթեթ, որը հնարավորություն է
տալիս կոմպլեքս հետազոտություն իրականացնել, այսինքն փաթեթները հենց այնպես նախատեսված չեն, դրանք հատուկ մասնագետների կողմից մշակված փաթեթներ են, որոնք հնարավորություն են տալիս այս կամ այն խնդիրը վերհանել եւ գտնել խնդրի լուծման տարբերակներ ու կարևոր է նաեւ նշել, որ փաթեթներում ներառված հետազոտությունները, եթե առանձին վերցնում են գնային արժեքները ավելի թանկ են, քան ներառված փաթեթները որոշ չափով ավելի զեղչված են եւ ավելի համալիր ինֆորմացիա են տալիս։ Սա եւս շատ կարևոր հետազոտությունների նոր, այսպես կոչված ձևաչափ է։ Այստեղ նաեւ կարևոր է ներողություն։ Փաթեթները ես նաեւ սիրում եմ նրա համար, որ ես բժշկական կրթություն չունեցող մարդ, եթե ուզում եմ որևէ խնդիր վերհանել, գուցե նաև չիմանամ, թե ինչ հետազոտություններ պիտի անցնեմ, հա։ Իսկ այս դեպքում, եթե ես նպատակ ունեմ ինչ-որ բան գտնելու կամ ինչ-որ բան բացառելու, այս դեպքում փաթեթը ինձ տալիս է հնարավորություն համալիր մոտեցման եւ այն բոլոր հետազոտությունները, որոնց մասին ես գուցե չեմ լսել, տեղյակել չեմ կամ չգիտեմ, փաթեթի շրջանակներում անցնել եւ ավելի հստակ իմանալ, թե ունեմ այս խնդիրը, թե չունեմ, պետք է բացառել, թե պետք է սկսել հետաքրքրվել կամ սկսել բուժման կուրս։ Շատ ճիշտ եք, եւ դրա համար էլ հենց նախատեսել ենք այս փաթեթները, որոնց վրա ամեն օր աշխատանք է տարվում եւ շուտով կունենանք նաեւ այլ փաթեթներ։ Կուզենայի նաև տեղեկացնել, որ շուկան ուսումնասիրելով, ինչպես նաև մեր քաղաքացիների բուժառուների կարծիքները լսելով հասկացանք, որ մենք շուկայում ունենք նաև որոշ գենետիկ հետազոտությունների պահանջարկ եւ նմանատիպ հարցում ուղարկեցինք նաև մեր գործընկերներին եւ խնդրեցինք, որպեսզի հնարավորինս շատ գենետիկ հետազոտություններ նախատեսեն նաև Հայաստանի համար եւ օրեցօր նաև ունենում ենք մեր ցանկում գենետիկ նոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերելու այս կամ այն գենետիկ հիվանդությունը։ In vitro-ն ինչպես գիտենք նաև ոչ միայն լաբորատորիա է, այլ նաև ունի որոշ ամբուլատոր ծառայություններ։ Ավելի քան լաբորատորիա է։ Հիմնականում լաբորատորիա է, բայց վերջի շրջանում նաև փորձում ենք ակտիվացնել մեր ամբուլատոր ծառայությունների ցանկը եւ վերջի մեր նոր ծառայություններից կարելի է նշել վարակաբանական ծառայությունը, մաշկաբան վեներոլոգի ծառայությունը եւ նյարդաբանի ծառայությունը։ Այսինքն մենք փորձում ենք համալրվել նոր մասնագետներով, առավելապես իհարկե թերապևտիկ ոլորտի մասնագետներով եւ հնարավորություն տալ մեր պացիենտներին այս կամ այն կողմ չընկնել եւ միանգամից հետազոտվել, ինչպես նաեւ բուժվել հենց մեր կենտրոնում, որը լրացուցիչ խնդիր չի հանդիսան արդեն պացիենտի համար։ Ունեցանք նաև վերջի շրջանում համալրումներ մեր թիմում եւ եթե առաջ դուք արդեն ծանոթ եք, որ մենք ունենք նաև բժիշկ ուղղորդողի ծառայություն, ովքեր բժիշկ ուղղորդողները մեր մոտ իրականացնում էին առաջնակի կոնսուլտացիա եւ խորհրդորում նաև ներկայացնում այն հետազոտությունները, որը տվյալ պացիենտի գանգատներին համապատասխան է եւ դա իրականացվում էր բացարձակ անվճար։ Մենք ոչ բոլոր մասնաճյուղերում ունեինք բժիշկ ուղղորդող, իսկ այժմ Երևանի բոլոր մասնաճյուղերում մենք ունենք բժիշկ ուղղորդող, որը կարող է լսել պացիենտների գանգատները եւ ուղղորդել այս կամ այն հետազոտությանը, իհարկե նպատակը գլխավոր հիվանդության բացահայտումն է ու պացիենտին օգնություն ցույց տալը։ Նաև բացառումը, եկեք մի քիչ ավելի լավատես լինենք։ Իհարկե, նաև բացառումը եւ անհրաժեշտության դեպքում նաև խնդրին լուծում տալը, իհարկե։ Այստեղ նաև էլի կուզեմ ուշադրություն դարձնենք նրա վրա, որ նեղ մասնագետների, այսպես ասած, ներկայությունը կլինիկայում կենտրոնում նաև կարևոր է այնքանը, որ մենք հաճախ բժշկի չգնալու, հա, այսպես ասած, պատճառների մեջ նշում ենք նաև ժամանակ չունեմ, հերթերից եմ վախենում, հերթերից եմ խուսափում, մի հատ գնա հետազոտվի, մի հատ էլ գնա մի ուրիշ տեղ ստացիր խորհրդատվություն, դրա ժամանակը նաև ցանկությունը չունեմ, իսկ այս դեպքում կարելի է մի անգամից մի տեղում, ու նաև եթե հաշվի առնենք, որ in vitro հետազոտությունները ստանում ես քո էլեկտրոնային հասցեի վրա եւ ավելի արագ ունենում ես ձեռքի տակ, շատ
այսպես ժամանակի քիչ կորստով կարող ես ավելի արդյունավետ օգտագործել քո բժշկական կամ քո առողջապահական խնդիրները լուծելու այս հարցը։ Շատ ճիշտ նշեցիք, դրա մասին եք իրականում մտածել, ժամանակ չունեմի, բոլորը ժամանակ չունեն, ինչպես նաև հերթերից խուսափելու, տնից դուրս չգալու եւ նմանատիպ մարդկանց, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, ինվիտրոն եւս փորձել է լուծում գտնել եւ դրա համար մենք ունենք տունկանչ ծառայությունը։ Տունկանչ ծառայությունը հնարավորություն է տալիս ցանկացած վայրում տանը հանձնել հետազոտություններ այն հիվանդները, ովքեր ունեն օրինակ նմանատիպ խնդիրներ, ինչպես նաև տեղաշարժման խնդիրներ, չի կարողանում տեղափոխվել կամ անկողնային են նմանատիպ պացիենտների, բուժառուների համար մենք եւս առաջարկում ենք տունկանչ ծառայությունը լաբորատոր հետազոտությունների մասով, ինչպես նաև թերապևտի տունկանչ, սոնոգրաֆիկ ծառայության տունկանչ ծառայությունները արդեն հասանելի են նմանատիպ պացիենտների համար։ Վերջի շրջանում նաև տունկանչ ծառայությունից կարող են օգտվել վարակաբանական ծառայության բուժառուները, այսինքն վարակաբանական ծառայության օգնություն ունեցող բուժառուները, որովհետև հաճախ համարվելով որ վարակիչ չեն ցանկանում դիմել հիվանդանոց, ուզում են միայն տանը մնալ մեկուսացած վիճակում, մենք նաև որոշեցինք, որ նմանատիպ բուժառուների համար կարելի է նաև կազմակերպել վարակաբանի տունկանչ ծառայություն, այսինքն ինվիտրոն ամեն ինչ փորձում անել այնպես, որպեսզի առավելապես հարմար լինի բուժառուի մեր պացիենտների համար։ Իսկ ժամանակ չունեմ, այլ ակտուալ չի, հա, ինվիտրոյի դեպքում։ Ոչ, արդեն ոչ։ Իհարկե որոշ դեպքերում նույնիսկ տունկանչը չի կարող փրկել, պետք է անհապաղ դիմել բուժ կենտրոն, բայց նմանատիպ խնդիրները սովորաբար շատ չեն իհարկե։ Շատ լավ, ես նաև ուզում եմ խոսենք այն ուղղության մասին, որը ինվիտրոն որդեգրել է եւ բացի այն մեզ հարսանելի եւ կամ դասական, հա, ուղղությունները, որոնք որ յուրաքանչյուր իրեն հարգող լաբորատորիա ունենում է եւ ինվիտրոն եւս բացառություն չլինելով, հիմա գիտենք, որ նաև մեկ այլ ուղղություն է որդեգրել, որը գոնե ինձ համար բացառիկության, այսպես ասած, չափանիշներից մեկն է։ Ինվիտրոն ամեն ինչ անում է, որպեսզի մեր բուժառուները, ոչ միայն նշածողը բարձր պահի, դա պետք չէ ամեն ինչ անել նշածողը բարձր պահել, այլ պետք է հենց ի սկզբանե նշածողը բարձր պահած լինի, հա։ Ուղղակի ինվիտրոն ամեն ինչ անում է, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը հեշտացնի եւ վերջի շրջանում ուսումնասիրելով շուկան, ինչպես նաեւ ունենալով հնարավորություն նկատեցինք, որ շուկայում բավականին քիչ են կենթայիների համար նախատեսված հետազոտությունները, իսկ մեր հասարակությունը սկսել է կենթայիներ շատ սիրել եւ բարեբախտաբար եւ բավականին շատ տնային կենթայիներ ունեցողներ կան, որոնց հաճախ իհարկե պետք է լինում նաև որոշ լաբորատոր հետազոտություններ։ Շուկան ուսումնասիրելուց նկատեցինք, որ շուկայում կան մի շարք խնդիրներից առաջինը կարելի է նշել լաբորատորիաների բացակայությունը, գրեթե բացակայությունը կենթայիների հետազոտությունների համար։ Մենք ունենք իհարկե տարբեր կենտրոններ, որոնք զբաղվում են կենթայիների առողջությամբ, բայց լաբորատոր հագեցվածությունը իրենց մոտ բավականին թույլ է եւ բավականին քիչ է եւ նկատեցինք նաեւ, որ որոշ կենտրոններ, որտեղ իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, լաբորատոր ռեֆերենս ցուցանիշները իրականացվում են ոչ թե նախատեսված կենթայիների համար, հենց այլ նախատեսված մարդու, այսինքն ռեֆերենս ցուցանիշները մարդու ցուցանիշներ են, որոնք իհարկե սխալ ինֆորմացիա են տալիս կենթանաբույժներին եւ հետագայում իհարկե դժվար է լինում կենթայիներին նման ցուցանիշներով բուժել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք in vitro-ի ճյուղերից մեկը նաև ներդնել Հայաստանում։ Դա
Vet Union-ն է։ Vet Union-ը in vitro-ի դուստր ընկերություն է, որոնք զբաղվում են կենդանիների հետազոտություններով, կենդանիների համար նախատեսված հետազոտություններով, ընդ որում այստեղ արդեն հետազոտությունները ոչ միայն տնային կենդանիների համար են, մասնավորապես շներ, կատուներ, մեր ցանկը բավականին մեծ է, շներ, կատուներ, խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ձկներ նույնիսկ տարբեր այլ կենդանիներ, այսինքն մենք հնարավորություն ունենք նմանատիպ հիվանդություններ հայտնաբերել այդ կենդանիների մոտ եւ բուժում իրականացնել։ Ընդ որում ռեֆերենս ցուցանիշները տրվում են հստակ տվյալ կենդանու համապատասխան ու այստեղ հաշվի են առնում նաեւ կենդանու տարիքը։ Այստեղ մենք հետազոտում ենք արյան ընդհանուր իրականացնում ենք արյան ընդհանուր հետազոտություններ, իմունոֆերմենտային հետազոտություններ, ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև գենետիկ որոշ հիվանդությունների եւ հյուսվածաբանական տարբեր ուռուցքների հայտնաբերման եւ տարբեր այլ հիվանդությունների հայտնաբերման նպատակով։ Ունենք նաև այլ ծառայություն նշված ոլորտում շատ հաճախ նկատում ենք, որ կենդանիները պետք է անձնագիր ունենան, որի համար որոշ պատվաստման ցուցանիշներ են պարտադիր։ Մենք նաև եթե կենդանին պատվաստված է մասնավորապես կատաղության նկատմամբ, կարող ենք նաև տրամադրել հստակ փաստաթուղթ, որը ցույց կտա, որ տվյալ կենդանին պատվաստված է, եթե իհարկե համապատասխան հետազոտությունը իրականացնելուց հետո, որը հնարավորություն է տալիս կենդանուն անձնագիր ունենալու։ Այսինքն նմանատիպ ծառայություն եւս կունենանք։ Ծառայությունը հասանելի կլինի շուտով, աշխատանքները տարվում են հնարավորինս արագ այդ հետազոտությունները Հայաստան բերելու համար, ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջ լաբորատորիան նաև Հայաստանում կգործի եւ մենք պատրաստ ենք նաև համագործակցել են բուժ կենտրոնների հետ, ովքեր զբաղվում են կենդանիների առողջությամբ, ինչպես նաև ֆերմաների եւ նմանատիպ կազմակերպությունների հետ կենդանիների առողջությունը պահպանելու նպատակով նաև։ Նմուշարումը լինելու է ձեզ մոտ, թե դուք եք մոտենալու, թե համալիր այսպես հիբրիդ է լինելու։ Սկզբի համար նմուշարումները կիրականացվեն անասնաբուժի կողմից կոնկրետ վայրերում։ Ձեր անասնաբուժի։ Մենք եւս պատրաստվում ենք ունենալ անասնաբուժ, ինչպես նաեւ որոշ կենտրոնների հետ արդեն ունենք համաձայնություն, լաբորատոր մասը կապահովենք մենք, այդ կենտրոնների լաբորատոր մասը կապահովենք մենք, իսկ հետագայում գուցե եւ ունենանք արդեն նմուշարման կետ հենց Երևանում մեծ առանձին Vet Union կլինիկայում։ Այսինքն այսպես եմ հասկանում, որ in vitro-ի հետ եթե մենք ամսվա մեջ 3 հանդիպում էլ ունենանք, 3-ն էլ իրարից տարբեր են լինելու եւ 3-ն էլ անընդհատ նորություններ ներկայացնելու սկզբունքով են լինելու, որովհետեւ այսքան ժամանակ աշխատելով in vitro-ի հետ, ամեն անգամ երբ դուք խոսում եք ձեր նորությունների մասին, երբեք չի կրկնվում։ In vitro-ում նորությունները գրեթե ժամ առ ժամ թարմացվում են ու այսպես երբ որ ես հաճախ նաև ներկայացնում եմ մեր հետազոտությունների ցանկը, միշտ կես կատակ կես լուրջ ասում եմ, որ այն price-ը, որը այն գնացակը, որը ես հիմա ցույց եմ տալիս ու ներկայացնում եմ, դա արդեն այլ ակտուալ չի, որովհետև այստեղ արդեն որոշ բան փոխվել է։ Իհարկե ոչ թե գնային առումով, այլ ինչ որ բաներ ավելացել են, առաջարկներ կամ կրճատվել են հետազոտությունների օրերը կամ ինչ որ այլ նորություն կա։ Դրա համար միշտ ասում եմ, օգտվեք մեր in vitro med.am կայքից կամ in vitro get.ru կայքից, որտեղ թարմացումները այլ ավելի արագ են այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում իրականացվում։ Նաև ուզում եմ ուրախալի լուրը ասել արմավիրցիներին, հաշվի առնելով, որ մեր բազում բուժառուներ նշում են, որ ունեն որոշ մասնագետների կարիք, որը իրենց համար հասանելի չի արմավիրում, մենք որոշեցինք իրականացնել սեպտեմբերի 26-ին բաց դռների օր։ Բաց դռների օրը ինչ է նախատեսում։ Նախատեսում է, որ մեր Երևանի մասնագետները, նեղ մասնագետները, թերապևտները, ինչպես նաև լինելու են արմավիրում եւ ամբողջ օրը տրամադրելու ենք մեր բուժառուներին լսելով ու այդ ամեն ինչը իրականացվելու է բացառիկ անվճար մեր հաճախ
հաճախորդների համար ուղղակի նախապես պետք է գրանցվել, իսկ գրանցվել կարելի է զանգարելով մեր հեռախոսահամարով կամ պարզապես գրելով մեր Facebook-յան, Instagram-յան էջերին, ինչպես նաև ունենալու ենք սոնոգրաֆիկի հետազոտություններ բացառիկ 50% զեղչով արմավիրի բնակիչների համար։ Արդեն շատ բժիշկների մոտ գրանցումները ցավոք սրտի վերջացել են, բայց դեռ շատ տեղեր ունենք այլ բժիշկների մոտ, որոնց մոտ եւս կարելի է գրանցվել եւ տեսնելով ակտիվությունը կարծում ենք, որ սա կլինի շարունակական, որովհետեւ կարևորում ենք մեր բուժառուներին մեր ծառայությունների հասանելիությունը։ Հիմա մյուս մարզերի բնակիչները հաստատ մտածում են, բա մենք Սա մեր համար նորություն էր եւ առաջի անգամ մենք կազմակերպել հաջողելու դեպքում մենք խոսք ենք տալիս, որ ոչ չեք նեղացնի, այլ նաեւ կփորձենք նույնը կազմակերպել մեր Երևանի բնակիչների համար նույնպես։ Հրաշալի, շնորհակալ եմ շատ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք խոսում ենք ախտորոշման տարբերակների մասին, մեզ լսող գոնե 2 հոգի փորձում է հիշել վերջին անգամ երբ է այս կամ այն հետազոտությունն անցնել, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ in vitro-ում կա նաև բժշկի ուղղորդում եւ բժշկի խորհրդատվություն, կարելի է գոնե մինիմալ հետազոտություններն անցնել ընդհանուր պատկերացում ունենալու համար, թե ինչ է կատարվում օրգանիզմում եւ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Ես նույնպես շնորհակալ եմ Տաթևիկ ջան եւ ձեր խոսքը համալրելով ուզում եմ ասել, որ ցանկացած հիվանդություն ախտորոշելը շատ ավելի մատչելի է, ավելի քիչ ժամանակատար է, ավելի քիչ ռեսուրսներ ավելի քիչ խլող է, քան երբ որ զարգանում է հիվանդությունը եւ պետք է այդ հիվանդությունը արդեն բուժել, այնպես որ պետք է տարին գոնե մեկ անգամ մինիմալ հետազոտությունները անցնենք բոլորս։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հանդիպման եւ ներկայացան ու զրույցի համար, իսկ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ զրուցակիցս in vitro լաբորատորիաների ցանցի բժշկական մենեջեր Սևակ Միրաբյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք ցտեսություն։